Ողջույն հայեր, այսօր միասին եւս կսովորենք մի քանի ալպինիստական կապեր, որոնք շատ օգուտ են տալիս մեզ գործողությունների ժամանակ։ Առաջին կապը, որ այսօր կսովորենք, կլինի գրեփվային կապը, որը նախատեսված է երկու պարաններ կամ պարանի երկու ծայրերը իրար միացնելու համար։ Ու ամենակարևորը, եթե մենք միացնում ենք երկու այլ պարանի ծայրեր, այդ պարաների տրամաչափը պետք է չգերազանցի 1 մմ։ Ոնց է սկսում կապել կապը։ Վերցնում ենք պարանի երկու ծայրերը, զուգահեռ իրար դնում ենք։ Պարանի մի ծայրը սկսում ենք բթի վրա պտացնել 2 անգամ։ 1 2, որից հետո մատը դուրս է գալի եւ մատի փոխարեն անցնում է պարանի ծայրը։ Անցկացնում ենք, ձգում ենք։ Նույն բանը անում ենք մյուս ծայրի հետ։ Ուղղակի մեկ նրբություն, եթե այս մի կողմը ֆրացրել ենք դեպի մեզ, երկրորդ կողմը պտացնում ենք հակառակ ուղղությամբ։ Մեկը արեցինք ներս, այս մեկը անում ենք դեպի դուրս։ Մեկ, երկու, մատը դուրս եկավ, մատի տեղը անցավ պարանը։ Անցկացնում ենք, ձգում ենք երկար հատվածներից։ Ուղղում ենք կապը։ Ստանում ենք մեր գրեփվային կապը։ Նրա ճիշտ դիրքը՝ մի կողմում պարանները երկու խաչված իրար զուգահեռ, մյուս կողմում 4-ը իրար զուգահեռ։ Երկրորդ կապը, որ այսօր կսովորենք, կոչվում է ութնակապ, ինքը նախատեսված է բաց հիմքերի վրա անցկացնելու համար։ Դա չկլինի արմատուրա կամ բաց ծառի բունը։ Ոնց ենք անում։ Պարանի վրա ստանում ենք մի հատ գալար, մի կողմը կարճ։ Ստացածը պտացում ենք մեկ ամբողջ պտույտ։ Պտացրեցինք, ձգեցինք։ Ստացանք մի հատ օղակ։ Կապը կապելուց հետո կա լարվածություն, այսինքն պարանները դուրս են եկած իրար վրա խաչված են։ Սկսում ենք ուղղելը, որ լարվածությունը դուրս գա։ Պարանի վրա կապելուց ինքնին պարանի դիմադրողականությունը թուլանում է։ Եթե մենք կապն էլ սխալ կապենք, այսինքն պարանները իրար վրա դուրս եկածելն են, դա ավելի է քչացնում նրա դիմադրողականությունը։ Ստացանք ալպինիստական ութնակապը, որը կարող ենք անցկացնել բաց հիմքերից։ Մյուս կապը, որ կսովորենք, դա ավստրիական ուղեկցորդ հանգույցն է, որը նախատեսված է պարանի վնասված հատվածը մեկուսացնելու համար կամ պարանի վրա հավելյալ օղակներ ստանալու համար։ Ոնց է կապվում։ Ենթադրենք սա մեր պարանի վնասված հատվածն է, վերցնում ենք մի ձեռքով, ֆրացնում ենք մեկ պտույտ, պարանի վրա ստանալով խաչված, ու նույն ուղղությամբ ֆրացնում ենք երկրորդ անգամ, ստանալով երկրորդ օղակ։ Ձեռքի մատները անցկացնում ենք վերևի օղակում, վնասված հատվածը անցկացնում ենք ներքևի երկու պարանների տակով։ Ձգում ենք վերև ու անպայման կողք։ Ոնց տեսանք, ինքը ընդհանուր պարանից առանձնացվեց, ստանալով մի հատ օղակ։ Սա ընդհանրապես արվում է այն դեպքերում, երբ պարանը օգտագործել ենք, տեսել ենք վնասված հատվածը, առանձնացրել ենք, որ մնացածը որ գա մոտիկանա պարանի, տեսնի, որ այս մասը արդեն վնասված է, օգտագործման ենթակա չէ։